Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր MRT podcast-ի հյուրն է ֆենոմենալ ռադիոլոգ, մեր սիրելի գոլեգա Հովհաննես Վարդևանյանը։ Բարև ձեզ Հովհաննես Պողոսիչ, շատ ուրախ ենք, որ այսօր մեր հյուրն եք։ Ինչպե՞ս եք, լավ եք։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, լավ եմ, Անի ջան, Շուշան ջան, ինձ համար մեծ երջանկություն է եւ պատիվ հյուրընկալվել ձեր podcast-ում։ Այս ֆորմատը ինձ համար իրականում եւ նոր է եւ շատ հետաքրքիր, որովհետեւ շատ հետաքրքիր է այս երրակողմ communication-ի եղանակը։ Ասեմ, որ ես էլ Անին էլ շատ երկար սպասում էինք, որովհետեւ շատ ուրախացանք, որ չմերժեցիք մեր հրավերը, ու սենց անհամբեր։ Շատ ճիշտ է, որովհետեւ մեզ շատ հաճելի է ձեզ տեսնել այստեղ։ Շատ շնորհակալ։ Եկեք մեր ոդկասթը սկսենք շատ հետաքրքիր հարցից, քանի որ դուք բավականին մեծ փորձ ունեք ու մեր շատ հին ռադիոլոգներից եք Հայաստանում, հիմնվելով ձեր փորձի վրա, որ խնդրեմ կարող եք մի քանի ուղղություն տալ բոլոր ռադիոլոգներին, ովքեր ուզում են դառնալ ռադիոլոգ կամ նոր են դարձել։ Իրական շատ հետաքրքիր հարց է, այդ հարցի ընթացքում սենց փորձեցի շատ արագ տենց գնալ մի փոքր հետ ժամանակի մեջ, նու այդ շատ հինը կարծում եմ դեռ որ չէ հաստատ, բայց կարամ ինձ իրապես համարեմ, որ ռադիոլոգիայի ոլորտը ինձ համար այնքան թանկ է եւ այնքան կարեւոր, ոնց որ ինչ ասեմ, իմ էության կարևորագույն մասնիկն է։ Սկսեմ նրանից, որ ռադիոլոգիան սիրել եմ ուսանողական տարիներին եւ ես 5-րդ կուրս էի, իմ ուսուցիչի, իմ գիտական ղեկավարը իրականում իր մասին մա խոսում եմ, շատ մեծ հուզմունք եմ ապրում, որովհետև ցավոք ինքը կյանքից հեռացել է եւ Արմեն Կարպովիչը նոր էր բացել իր կլինիկան, Ասպերասկանը։ Ես իր մոտ գնացի։ Մեծագույն ռադիոլոգ։ Այո, ես իրապես ինքը Հայաստանի ռադիոլոգիայի ոլորտի կարևորագույն հենասյունն է եղել եւ ոչ միայն ոլորտի առաջամարտիկը եւ նվիրալը, այլ շատ հարցերում իր արած աշխատանքն է, որ այսօր շարունակվում է, բառի իմաստով։ Հիմա ես ուսանող էի, իր մոտ հյուրընկալվեցի ու շատ տպավորված էի իրանով։ Այսինքն ինձ ռադիոլոգիայի մեջ, բացի նրանից, որ այո, ես սիրել եմ համակարգչային տեխնոլոգիաները եւ եթե բժիշկ չդառնայի միանշանակ ընտրի IT ոլորտը, բայց Արմեն Կարպովիչի տեսակը եւ իր մարդկային այդ բարձր արժեքները, որ ինքը կրում էր, ինձ ահավոր գերել էր ու ես ուզում էի ոչ թե դառնալ ռադիոլոգ, ուզում էի դառնալ Արմեն Կարպովիչ։ Ու 6-րդ կուրսից արդեն գնում էի իր մոտ, դա 2009 թիվն էր։ Ու այդ ժամանակվանից դրանից հետո արձինատուրան Այսինքն ստացվում է դուք դեռ համալսարանական վերջի տարիներից արդեն ռադիոլոգիայով եք զբաղվել։ Որոշել էի, որ դա Շատ է։ լավ է։ Այսինքն այդ առաջի գործոնն էր, նաև կարևորագույն փաստ ուզում եմ նշեմ, որ ոնց է դա, բայց ոնց ես հանդիպեցի Արմեն Կարպովիչին։ Իմ մորաքույրը, ով որ ինձ համար կյանքում եղել է, ոնց ասեմ, բացի նրանից որպես երկրորդ մամա եւ բառի բուն իմաստով իմ եղբորս մեր բալիկների համար մեր պապան հրեշտակն է, նաև Հայաստանում առաջի ռադիոլոգներից մեկն է։ Ոնց է դա եղել, երբ որ դեռ խորհրդային Հայաստանում դիագնոստիկան, կլինիկան, դիագնոստիկ կենտրոնը բացվում էր, համակարգչային տոմոգրաֆիայի վրա երկու բժիշկ էր աշխատում։ Մեկը իմ մորաքույրը Սիմոնյանն ունեն, մյուսը Արմեն Կարպովիչը։ Ու մորաքույրս եւ Արմեն Կարպովիչը շատ մտերիմ են եղել եւ երբ որ ոնց որ նշեցի, ես 5-րդ կուրս էի, արդեն ոնց որ sense ինքս ասեցի ուզում եմ ռադիոլոգիայի մեջ խորանալ, որովհետև այդ ինձ համար շատ հետաքրքիր էր, բայց նաև այդ անձնական պահը պետքա դու ոնց որ հասկանաս թե ով է քո role model-ը լինելու։ Եվ Արմեն Կարպովիչի հետ մորաքույրս բնակվում Ամերիկայում աշխատում, այդ ժամանակ Հայաստանում էր, մենք իրար հետ գնացինք ու այդ պայից հետո լրիվ եմ որ ասացի ոնց որ ես ուզում եմ Արմեն Կարպովիչին նմանվել։ Հիմա դե պատկերացրեք դա ինչքան ժամանակ առաջ էր, բայց մինչև հիմա ինչքան էլ խոսում եմ, այդ հուզմունքը մեջս շատ է ու ինչ եմ ուզում ասեմ, որ ռադիոլոգիայի ոլորտը շատ դինամիկ է, շատ ոնց որ արագ է փոխվում, բայց դրա հետ մեկտեղ ոնց որ երբ որ դու դրան նվիրալն ես, այսինքն
իր բոլոր դժվարությունները, պլյուսները, մինուսները քեզ համար նույնքան կարևոր են, որովհետև ոնց որ միջանձնային հարաբերություններում դու մարդու մենակ դրականը չես կարող ընդունես, այլ նաև իր բացականն պետք է ընդունես նույնն է բացականը։ ոլորտի մեջ։ Ու Արմեն Կարպովիչը ոլորտի նվիրալն էր, պատկերացրեք դեռ ինքը չնայած 2000-ական չէ, 90-ականների սկզբից եւ 80-ականների վերջից, երբ որ Հայաստանում ռադիոլոգիան նոր ոնց որ այսպես ձևավորում էր որպես գիտություն, ինքը դեռ այդ ժամանակից արդեն մուլտիմոդալ էր։ Ինքը անում էր եւ կատեն եւ սոնոգրաֆիան։ Այս ուզում էի անպայման այդ նշեմ, որ Հովհաննես Պողոսիչը մեր ավելի մեզ համար ավելի երիտասարդ ռադիոլոգների համար շատ ոնց որ մեր համար էլ դուք ռոլ մոդել կարող լինեք, որովհետեւ հա դուք այն մասնագետներից եք, ովքեր որ գնում են դեպի այդ բարդությունը, այդ մուլտիմոդալ վիճակը, որը որ իհարկե միանշանակ շատ բարդ է, բայց բարդությունները մարդու համար են ու դուք գնում եք այդ ճանապարհով, օրինակ ծառայելով մեր համար, այ դրա վրա եք խորանենք էլի, ոնց է տենց ստացվում, որ կանք չեք առնում, ասում եք ինչու ոչ, էսել։ Նախ որ տեսնում եմ Արմեն Կարպովիչը սիմետրիկ օգտագործում էր թե սոնոգրաֆիան, թե կատեն։ Այդ շատ ինձ համար յուրահատուկ փորձ էր, որովհետև Հայաստանում գործնականում այդ պրակտիկան չի տեսել մինչև այդ։ Հետո արդեն արտասահմանի ու դրսի հետ շփումները, դրսում տրեյնինգներ, վերապատրաստումներ, fellowship-ներ ու տեսնում ես, որ իրապես այդպես է, այսինքն դու խորանում ես պայմանական, չգիտեմ, visceral հիվանդությունները abdominal imaging-ի մեջ։ Ու այդտեղ դու ակամայից ոնց որ արդեն քեզ համար որ պաթոլոգիան է դառնում կարևոր, դու կենտրոնանում ես բուն խնդիրի վրա ու անկախ նրանից թե ինչ մեթոդ ես օգտագործում վիզուալիզացիայի համար, լինի սոնոգրաֆիան, որը որ տպավորությունն է, որ ամենահեշտն է, մատչելին է, բայց բացառիկ լավ մեթոդ է, որովհետև live ռեժիմով դու հետևում ես։ Ու բավականին բարդ, օրինակ ես ինքս ալզինատորի ընթացքում փորձել եմ, բայց իմ մոտ չի ստացվել։ Իրականում դժվար է, բայց պատկերացրեք, տեսնում ես ոնց է լյարդը երիկամի վրա սահում։ Ես նույնը կարող եմ խոսել նաև մկանավոսկրային համակարգի մասին, կապանների ու ջլերի վնասումները շատ դեպքերում ես ԱՄՆ-ում էի տեսնում ինչպես են օրինակ սոնոգրաֆիայով գտնում կապանի վնասում, բայց MRT-ով դա չէր երևում։ Սոնոգրաֆիայով շատ լավ էր երևում կապանների վնասումը։ Որտեղ դու կարողանում ես ֆիզիկական ազդեցություն ունենալ, այդ պահին շարժել, հիվանդին խնդրել ինչ-որ գործողություն անի, այդ մի կարևոր բան։ Ու տենց կարող ենք շատ բաներ թվել, նույն սոնոգրաֆիայի մասին, նույն ռենտգենի մասին, ու տենց բարթացնել, գնալ չգիտեմ ինչի։ Հետաքրքիր, որ մասնագետները մենք բոլորս գալիս ենք այդ եզրահանգմանը, որ շատ ավելի ճիշտ է աշխատել տենց օրգան սպეციფიկ լինել օրգան սպეციფიկ ռադիոլոգ ու տիրապետել բոլոր սարքերին, բայց այդ միտումը տենդենսը Հայաստանում ինչ որ չի առաջ գնում, որպեսզի մասնագիտությունը հենց այդպեսին դառնա։ Օրինակ ինչ պետք է անենք, ոնց պետք է։ Դրա հիմքերը կան, շատ ճիշտ է։ Ուրեմն ասեմ որտեղից է նախ այդ գալիս։ Գալիս է նրանից, որ ցավոք սրտի մեր մասնագիտացման этаպը, ռեզիդենսին, արձինատուրան կարճ է։ Իհարկե հիմա արդեն արվում են աշխատանքներ, արդեն այդ process-ը սկսել է, որ աստիճանաբար ենք գալու ավելի, ասենք, չգիտեմ, cross-sectional imaging-ի մեթոդներին, լինի MRT-ն, լինի կատեն, բայց օրինակ դուրսը ոնց է։ Դու ունես ռադիոլոգիայի ծրագիր, որը միջինում 5 տարի է։ Տեղեր կա 6, տեղեր կա 4, միջինը վերցնենք 5 տարին։ Օրինակ նույն Միացյալ Նահանգներում, օրինակ Եվրոպայի երկրների մեծ մասում, Ճապոնիայում, որտեղ եւս եղել եմ, այնտեղ 5 տարի էր, ու դրանից հետո դու կարաս fellowship-ներ անես, բարթացնես, ասենք, չգիտեմ, խորանաց ինտերվենցիայի մեջ, խորանաց ինչ որ նեղ մասնագիտական, չգիտեմ, cardiac-ի մեջ եւ այլն։ Հիմա այդ ընթացքում դու բոլոր մեթոդները օգտագործում ես։ Այդ մի հատ դա ավիացիայից է եկե, մնացած բոլոր ոլորտներ, ավիացիան ոնց ասում են լյոտное время, ինքը ասենք պայմանական մի անհատ, որ ուզում է լինի օթաչու, ինքը պետքա, ասենք 10000 ժամ օթում լինի, որ դրանից հետո դառնա ինքնուրույն օթաչու։ Հիմա նույնն էլ էս մեր ոլորտում է։ Գործնական աշխատանքի ինչ որ հստակ ժամականակ պետք է անես, լինի սոնոգրաֆիայում, այսինքն այդքան պետքա սոնոն օգտագործես, այդքան պետքա ռենտգենը օգտագործես, այդքան ու անհատապես ոնց է ռեզիդենսի ծրագիրը դուրսը շատ ավելի բարդ է եւ շատ ավելի
խիտ եւ շատ ավելի հետաքրքիր։ Ինչ իմաստով, որովհետեւ ռադիոլոգը առաջի օրվանից ինքը բանի մեջ է, process-ի մեջ է։ Ես ինքս եմ տեսել, որ առաջի տարվա ռեզիդենտները այդ օրինակ հենց նույն օրինակ ճապոնիայից օրինակ բերեմ։ Ես այնտեղ բանում էի observership էր ինքը, բայց բավականին լավ հետաքրքիր ծրագիր էր, ուրեմն Տոկիոյում կա St. Luke Hospital, ամերիկացիների հետ affiliated հիվանդանոցը, որը ունի շատ մեծ cancer prevention-ի department, շատ մեծ։ Այսինքն այնքան մեծ է, որ գործնականում Հայաստանի միջինից մեծ հիվանդանոցների չափ մենակ իրենց հետ մի department-ն է, կոչվում է Cancer Prevention Department, ուտեղ առողջ մարդիկ գալիս են ու անցնում են cancer prevention-ի հետազոտություններ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, դա առաջի տարվա ռեզիդենտ էր ու ինքը պարտավոր էր գրեր ստամոքսային տրակտի դինամիկ ռենտգեն հետազոտություն։ Ինքը ասում է առաջի անգամ ու չգիտեմ ասում է ինչ գրեմ։ Այսինքն այդտեղից տալիս են ասում են դե գրի։ Մեր մոտ տենց չի, մեր մոտ ու ես այդ երևի ամենակարևոր բանից որ կուզենայի հաստատ մեր մոտ փոխվեր, որ դու չպետք է իրան ասես, վայ, դու իրանք չունես դեռ որ գրի։ Դու գրի, իհարկե ինքն ունի սուպերվայզեր, ով որ ավակ ռեզիդենտն է, այսինքն դեռ որ նույնիսկ բժիշկն էլ չի։ Հետո ավակ ռեզիդենտից հետո գալիս է բժիշկը եւ այլն դաշնքի եկավար եւ այլն։ Հիմա մենք էլ ենք մենք իհարկե դեռ այդ մակարդակին չենք, բայց այլևս գալիս են մեր մոտ ալզինատորներ ու հենց առաջի օրվանից իրանք նստում գրում են, այդպես ենք որոշել, որ այդպես ծանրաբեռնվածությունը պետք է զգա։ Հա, որովհետև օրինակ ես միշտ տենց եմ համարել, որ ինչքան էլ ուզում ա դու նստես մասնագետի կողքը, ուղղակի նստես ու նայես, դա ինչի միանշանակ պետք է դու այդ case-ը վերցնես ու փորձես ինքնուրույն գրել։ Ցավոք սրտի այդ ճիշտ է բոլոր ասպեկտներով եւ բոլոր ոլորտներում։ Մենակ բժշկությունը կամ մենակ ռադիոլոգիան չի, դու պետքա տաս ազատություն, որ մարդը կայանա։ Ու ես խորը դրա կողմնակիցն եմ, որ այո, պետքա արձինատուրայի սկսած լինի դրա հնարավորությունը, որ մեր երիտասարդ գոլեգաները կայանան, գտնեն ու ամենակարևոր ռադիոլոգիայի այդ մեծ այդ ինչ ասեմ, sense հորիզոնը կարողանան բացել։ Իրականում կարևորագույն մասնագիտությունն է ռադիոլոգիան։ Ես ինքս շատ բարդ։ Ես ինքս դա Ֆրանսիայում տեսա, երբ որ կլինիկայում հենման կետը ռադիոլոգներ ու բոլոր մասնագետները, լավագույն մասնագետները հավաքված էին ռադիոլոգի գլխին, ամենակենտրոնական տեղում կլինիկայի ռադիոլոգիական department-ներ ու ինչքան կարևոր էր ռադիոլոգը, ռադիոլոգիական աշխատանքը, ռադիոլոգիական թիմը, այնպես որ միանշանակ պետք է առաջ գնանք։ Անշուշտ։ Այսօրվա դրությամբ միանշանակ, այտենց չկա դիսցիպլինա, որտեղ ռադիոլոգիան չլինի, այսինքն բոլոր ոլորտները սկսենք, դե պարզ է, ամենավերևից սկսած, չգիտեմ, գլխից սկսած, վերջացրած, չգիտեմ, ամենանեղ մասնագիտական այլ պրոֆիլներում ռադիոլոգիան դեր ունի։ Բացի դրանից, նաև այս ամեն ինչը Հայաստանում դեռ որ որոշակի նոր է, բայց մի հատ ֆլաշբեք անեմ Արմեն Կարպովիչի մոտ իմ ոնց որ սկսնակ շրջանից ես տեսնում եմ որ լիքը բժիշկներ նեղման լինեն վիրաբույժ լինի ուռուցքաբան զանգում են ասում են էս սենց այսինքն ոտի վրա սենց մի հատ կանսիլում էին անում իհարկե դա ինստիտուցիոնալ չէր բայց ակնհայտ էր որ այդ collaboration-ը կա հիմա այսօրվա դրությամբ ես շատ ուրախանում որ տեսնում են արդեն այդ մեր դիսցիպլինար քննարկումները արդեն օրինական տիրույթում են այսինքն պայմանական չգիտեմ տումոր բորդը արվում է որ ընդհանուր որոշվի հետագա սխեման բուժման, ընդհանուր որոշվի ստրատեգիան ու այդտեղ նաև շատ sense խորը բան կա պացիենտակենտրոն բժշկության մասով, որովհետև քանի դեռ պլան կա, քանի դեռ ստրատեգիա կա նաև հույս։ Այսինքն պացիենտի ոնց որ լավացման համար այդ հույսը չափազանց կարևոր է։ Եվ երբ որ դա արդեն դրված է ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այդ ոնց որ իրապես հենց ճիշտ պացիենտակենտրոն բժշկության կարևոր Tumor board-ի ամենակարևոր մասերից մեկը հենց դա է, որ հետևորդներին ու պացիենտներին հասկանալի լեզվով ասեմ, սիրելի պացիենտներ, այս ամեն ինչը նշանակում էր, որ ամբողջ թիմ է աշխատում ձեր խնդրի հետ կապված եւ միանշանակ դա բերում է շատ լավ արդյունքի։ Եկեք մի հատ բան ավելացնեմ, կապված մեր արձինատորների հետ, հարգելի գոլեգաներ,
ես ես մի հատ շատ կարևոր խորհուրդ կտամ ու կարծում որ Հովհաննես Պողոսիչը կհամաձայնվի արձինատուրայի ընթացքում մաքսիմալ շատ փորձեք պատասխան գրել, շատ кейս նայել, շատ դեպքեր նայել, մի զլացեք, շուտ մի գնացեք տուն, խնդրեք մի քանի ժամ ավել մնացեք։ Ես հիշում եմ, որ ես հայ-ամերիկյան առողջության կենտրոնում էի արձինատուրան ասում, իդեպ որտեղ Հովհաննես Պողոսիչը ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարն է, այդ ընթացքում որ ես անցնում էի այնտեղ, ես հիշում եմ ռենտգենն էի սովորում ու հիշում եմ, որ իմ ռենտգեն մասնագետը Արմինե Արսունովնան ինչքան էր թողնում, որ ես մաքսիմալ շատ պատասխան փակ էի այնտեղ, շատ ուրախ էի։ Ու նույնը Ֆանարջանում օնկոլոգիա ինստիտուտում էլի շատ փակում էի պատասխանները, բայց միևնույն ժամանակ տեսնում ես, որ օրինակ կան արձանագրներ, ովքեր նախընտրում են շուտ գնալ տուն, պատասխան չփակել եւ այլն, բայց եւ ավարտում ես արձանատուրան, հասկանում ես, որ այն ժամանակը, որ դու ունեիր, այն սուղ ժամանակը ցավոք շատ քիչ էր ու անգամ մի ավել кейս նայելը, մի ավել кейս վերցնել ինքը պատասխանը գրելը շատ մեծ դեր ունի։ Մարդենք բոլոր արձանատուրներին լինեն Անիի նման, Անին, այո, ես չեմ հոգնում նշել Անին ինչքան բացառիկ ա եղել ու մենք հրաշալի միշտ պարտանում ենք Անիի հաջողություն։ Ես Հովհաննես Պողոսիչին շատ բարդ հարցեր էի տալի այդ ընթացքում ֆիզիկայից, ասենք ֆիզիկայի հարցեր էի տալի այդ ընթացքում, որովհետև շատ կատ էի կարդում ու ռենտգեն էի կարդում ու շատ ուրախ էի, որ այնտեղ էի։ Ասեք, որ լավ վիճակում է ռադիոլոգիան Հայաստանում ամեն դեպքում իրականում մեր գոլեգաներն էլ մենք էլ համատեղ աշխատանքն էլ այս պահի դրությամբ էլ ինչ որ արդյունքի հասել ենք։ Միանշանակ ոնց որ այո, այդպես է ու մեր թիմային աշխատանքի մեջ շատ կարևորագույն նյուանսները նշեմ, առաջինը այս բոլոր դժվարությունները, որը որ իրականում գալիս է սովետական մեր ժառանգությունից, որովհետև պատկերացրեք ամբողջ համակարգը փոխելը դա մի օրվա աշխատանք չի։ Այդ որ ասում եմ 5 տարի եւ այլն։ Բայց վստահ եմ կգանք այդ ուղղությամբ, որովհետև ունենք նպատակ, ունենք ցանկություն, ունենք բոլորով ընդհանուր մի ուղղությամբ նայելու։ Այն ինչը որ սովետական շրջանում կոչվում էր կոնկուրենցիա, հիմա դարել է համագործակցություն ու ինչքան լավ է, մենք չգիտեմ, մյուս մասնագիտությունների մեջ չխառնվենք, բայց բոլոր ռադիոլոգներս մենք բոլորս գոլեգաներ ենք ու ինչքան է լինում ուրիշ կլինիկայում աշխատող ռադիոլոգ գոլեգայի հետ զանգես ասես մի հատ սենց հարց ունեմ կամ մի հատ պացիենտ ունեմ որին դու ես նայել ու ինչքան բոլորը սրտաբաց են, գրկաբաց են, պատրաստական են միշտ այդ շատ եմ ես կարևորում ամեն դեպքում այնպիսի տպավորություն է հիմա որ Հայաստանի բոլոր ռադիոլոգները մի հատ մեծ թիմ են, իսկ դա շատ կարևոր է միանշանակ։ Հրաշալի միտք ու ոնց որ նշեցի դրան մի քանի ենասյուն կա, մեկը ոնց որ նշեցի դա մեր ընդհանուր անցած հիմքն է, այսինքն բոլորիս համար ալմա մատեր հանդիսացող բժշկական համալսարանը, որովհետև այդ ռելսերը պետքա դրվի։ Եվ մյուսը դա արդեն պրոֆեսիոնալ հարթակում մեր բոլորիս համագործակցության միջավայրը ասոցիացիան։ Ոնց որ շատ կարևոր ու դիպուկ փաստեր նշեցիք, Շուշանիկ ջան, եւ այո, միանշանակ ու նաեւ մեծ ոնց որ երջանկությամբ կարող եմ դա ֆիքսել, որ եթե ժամանակին օրինակ ասենք նույն ամբիոնի հետ կապված կամ ասոցիացիայի հետ կապված ոնց որ երբ որ այդ process-ները արվում էին շատ մեր երիտասարդ գոլեգաներ նույնիսկ երևի չէին էլ որոշ որ պետքա բժիշկ դառնան հիմա արդեն այդ ոնց որ մեզ միացած մյուս գոլեգաները այդ նույն արժեքն են վերցրել, իրենցը սարքել ու դա շատ կարևոր է, այդ նշանակում է, որ այս աշխատանքը դեռ շատ սիրուն sense պտուղներ է տալու ու ես դրանից իրապես շատ եմ ողջևորվում ու մեծ երջանկությունը այո որ այդ տարբեր կլինիկաներում կատարված ասենք հետազոտություններ իրար հետ կապված ինչ որ ասենք կարող է պացիենտի ոնց որ ասում են պացիենտի շահից բխող պացիենտակենտրոն բժշկության հենց դա է ուզում ասեմ միանշանակ պացիենտն է շահում օրինակ անի նշի ինչքան դեպքերում կարաս հանգիստ զանգես Հովհաննես Պողոսիչին կամ գրես ասես մի հատ էս кейս եմ ձեզ ուղարկել Հովհաննես Պողոսիչը մարդկանցից է ումից անսահման ուղակի կարելի է սովորել
Ես Հովանես Պողոսիչի յուրաքանչյուր case անգամ փոքրիկ կասկած, այն ամենապրիմիտիվ կասկածը, որ ունենում եմ, ես այնքան հանգիստ եմ զանգում Հովանես Պողոսիչին, գիտեմ, որ տենց շատ ժպիտով կներկայացնի, կբացատրի ու այնքան ուրախ եմ, ես այնքան շնորհակալ եմ դրա համար, որովհետև այդ փոքրիկ անգամ ամենապրիմիտիվ բանը այնպես սիրուն եք ներկայացնում, բացատրում ու ուզում նշեմ նաև որ Հովանես Պողոսիչը ֆանտաստիկ ուսուցիչ է, որ ուղղակի հա թուղթու գրիչը վերցնում նկարում բացատրում է, իսկ ականջակալները հակնելը ու սկսելը հենց այդ էինք խոսում, որ ես ինքս այդքան չեմ առնչվել ու միշտ ամաչում եմ ու մեկ էլ անին գալիս է ասում, օրինակ Հովանես Պողոսիչը ասեց, այս դեգեներատիվ հանգույցները սենց ես էլ ասում անի հենց մի հատ կարող է իմ кейսն էլ ուղարկե իրել իտնանք ինչ կասի։ Մի հատ փոքր բան ասեմ, նախ շատ շնորհակալ եմ Անի ջան, այդ ինձ համար մեծ երջանկություն, մեծ պատիվ է, շատ շնորհակալ եմ ու այդ եւս ընդօրինակել եմ Արմեն Կարպովիչից, որովհետեւ Արմեն Կարպովիչը, պատկերացրեք, ինքը շատ զբաղված, շատ պատասխանատու աշխատանքի հետ մեկտեղ ինքը հստակ ասում էր, եթե ու ոնց որ տենց dedicated նվիրված ժամեր ուներ, որ այլ կլինիկաների գոլեգաները գալիս են, դե այն ժամանակ տենց մեյլ անել բան, չգիտեմ, WeTransfer-ով ուղարկել Google Telegram, այդ ոնց որ չկար դե, բայց հավաքվում էին ու իրար հետ քննարկում էին ու ես հիշում եմ որ ես նոր ոնց որ սկսեցի աշխատել այն ժամանակ կոչվում էր LDC MIPS, հիմա մենակ MIPS այդ կլինիկայում, ես մի քանի кейս ունեի, որ անպայման ուզում էի Արմեն Կարպովիչը նայեր, նոր տայ պատասխանը, ոնց որ դիսկերը հավաքում էի, պայմանավորում էի Արմեն Կարպովիչի հետ, բայց շուտ էի գնում ասպերա, տենց մինչև ժամը 8-ը որ upload անեի կոմպյուտերի մեջ, որ Արմեն Կարպովիչը գար, մենք իրար հետ նայենք, որ այսինքն այդ դրվածքը իրականում ես տեսել եմ ու այնքան ինձ համար դա չափազանց կարևոր է, որ ոնց այսինքն քո գիտելիքը, եթե դու այդ բան ինչ որ մի բան նույնիսկ գիտես, դա պետքա ծառայի մեծ նպատակի համար։ Իսկ մեծ նպատակի մեջ դա թիմա, դա մեծ միջավայր է, դա ու երևի իսկապես էլի իմ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել Արմեն Կարպովիչը։ Խոսքիրա չէ, սովորաբար լեգենդ բառը ասում են մարզիկների հետ կապված, երգիչ-երգչուհիների դերասանների հետ կապված, բայց եկեք օգտագործենք բժիշկների համար ու լեգենդար մարդու մասին ենք մենք հիմա խոսում ու թերևս ինչքան կարևոր է մարդու անունը, այսքան ինչ մեր այսօրվա ոդկասթը սկսել ենք, այսքան հիշում ենք, այսքան ունենք դեռ սովորելու այն մարդուց, ով որ հիմա ցավոք մեզ հետ չի, բայց մենք դեռ իրանից սովորում ենք, ինչքան կարևոր է, այնպես որ լեգենդար բժիշկներ ունենք։ Իր աշխատանքը ոչ մի վարքյան չի կանգնել, ինքը շատ վստահ եմ, այստեղ բոլորը որ նստած ենք, ամեն մեկից մեջ Արմեն Կարպովիչի կոնկրետ դրված ուսմունքի մի մասը կա։ Մի մասը կա, այո։ MRT ոդկասթի գործընկերն է MRT կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում է ընդամենը 1-2 օրում։ Ամենամատչելի արժեքը գործում է նաև պետպատվեր, սոցիալական փաթեթ եւ ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT կլինիկում։ Հասցեն Հալաբյան 9/7։ Իդեպ շատ շնորհակալ եմ ձեզ, որ մենք ձեր հետ աշխատում ենք։ Ես միշտ ասելու եմ ձեզ, դուք լինելով MRT կլինիկի գիտաբժշկական խորհրդի նախագահը, մեզ շատ հարցերում ուղղորդում եք երիտասարդ սերունդից, իսկ ես ուզում եմ մի հարց տամ։ Ունեք այնպիսի մի մասնագետ, ես կարծում դա երևի դրսում կլինի, ով ձեր համար նույն դե խոսքը միայն Արմեն Կարպովիչի մասին չի գնում, այլ դրսում մի մասնագետ, ով հիմա օրինակ չգիտեմ, ոգեշնչվում եք այդ մասնագետով կամ ինչ որ բաներ ընդօրինակում եք։ Այսօր նենց իրականում սենց աշփշակավում եմ, նենց հուզիչ թեմաներից ենք խոսում, այո, որտեղ ինձ համար ուսուցիչը դա մի հատ ուրիշ աշխարհ է։ Ես Ավստրիայում ունեմ իմ ուսուցիչը, դա Ռոզմարի Ֆորսներն է, պատմեմ պրոֆեսոր Ֆորսների մասին, ինքը Հայաստանում եղել է, ինքը մեր մոտ մեր տարեկան ասոցիացիայի կոնգրեսին մասնակցել է, նաև European School of Radiology Visiting Professorship-ի ծրագրով եւս մեր մոտ մի օր դասավանդել է։ Ես պրոֆեսոր Ֆորսների հետ հանդիպել եմ առաջին անգամ 2013 թվականին 2013 թվականի սեպտեմբերին
ես այդ ժամանակ Զալցբուրգում էի եւ մի շաբաթով որ սեմինարներ ա լինում Open Medical Institute-ի եւ լեկտորներից մեկը պրոֆեսոր Ֆորսներն էր ու ինքը ներկայացնում էր սուր որովայնի եւ սուր որովայնի վիզուալիզացիայի մի քանի լեկցիա ուներ ու ինձ վրա շատ տպարված է իր sense հստակ ռադիոլոգիական կրիտերիներով, որը որ տալիս էր դրա մասին եւս կանդրադառնամ, որովհետեւ ես ինքս համարում եմ, որ ռադիոլոգիայի մեջ մենք լիքը բան ունենք գիտության մեջ անելու, առաջինը դա կրիտերիների մշակման եւ այդ այսինքն հստակ չափորոշիչներ որ տաս, որ ռադիոլոգիա աշխատանքը շատ ավելի հստակ լինի, պայմանական, ասենք, չգիտեմ, եթե ապենդիցիտից ենք խոսում, ապենդիցիտ հիվանդի մոտ կամ ապենդիցիտ ես կասկածում, ինչ որ մի ձևով դու պետք է այդ հեղուկը գտնես։ Այսինքն բացի նրանից որ ներլուսանցքային ինքը պետք է հեղուկ լինի, նաև լուսանցքից դուրս, որովհետև որովայնամիզը բորբոքվում է հեղուկ լինել։ Հիմա զստափոսում կլինի թե ազատ որովայնում կլինի, առանց դրա չես կարողանալ։ Այսինքն ու այդ կրիտերին է, այսինքն մենք որ ասենք հետազոտություն անում ենք, լինի ԿՏ, լինի MRT, լինի սոնոգրաֆիա, եթե հեղուկը չկա, ուրեմն ապենդիցիտը rule out ենք անում, ուրիշ բան ենք մանգալի։ Հիմա պրոֆեսոր Ֆորսների այդ ժամանակ ես իր այդ հանդիպեցի, շատ տպարված էի, հետո խնդրեցի, ասեցի պրոֆեսոր Ֆորսներ, կարող եմ ձեր մեյլը վերցնել, ինքը իր մեյլը տվեց, դրանից հետո ես որ ասպիրանտ էի Հայաստանում, ոնց որ անդադ ոնց որ իր այդ կապի մեջ էի կապված թեզի հետ հարցերով, հետո թեզը պաշտպանելուց հետո իրան դիմեցի, որ ես մի ամսով գնամ Salzburg Observership-ի, իրենց բաժին։ Մի ամսով գնացի, այնտեղ շատ պրոդուկտիվ ժամանակ անցկացրեցինք, իրար հետ մի հատ հոդված տպեցինք ու տենց շարունակ, այսինքն ես դրանից հետո քանի անգամ եղել եմ իր մոտ, քանի անգամ եղել եմ իր բաժանմունքում, ինքը իրականում շատ մեծ եթե կարելի ասել գիգանտ է իր ոլորտում, հատկապես abdominal ու pelvic imaging-ի աննկարագրելի մի հատ sense գիգանտ է ու պրոֆեսոր բազմիցս եղել եմ նաև իր տանը ու պրոֆեսոր Ֆորսների հետ նույնիսկ իմ անձնական որոշ հարցերով մի WhatsApp-ի բանով կապի մեջ եմ եղել եւ կապի մեջ եմ պրոֆեսոր Ֆորսների հետ, եթե տենց որ ասում եմ, այո, Արմեն Կարպովիչի ուսուցիչն եմ գիտական ղեկավարն է, իսկ Հայաստանից դուրս այդ պրոֆեսոր Ֆորսներն է։ Հենց ոնց չպատմում եմ, ես մտածում եի, ինչքան կարևոր է այդ զգացողությունը, որ դու ոչ միայն ունենում ես ուսուցիչ, այլ ոգեշնչման աղբյուր էլ չասեմ, ինչ որ ոգեշնչման կետ, ոգեշնչման տարածք ու ինչքան է դա կարևոր առաջ գնալու համար, ասենց ասեմ դուք ոգեշնչված պատմում եք ձեր ավագ մասնագետներից ումից որ սովորում եք, այդ բան ես ոգեշնչվում եի ձեզնից, այնպես որ շատ ինչ որ sense սիրուն ստացվեց այս ամեն ինչը ու կարծում եմ մենք բոլորս դեռ առաջ գնալու տեղ ունենք ու շատ կարևոր է որ ունենք այդ ոգեշնչման կետերը ու սովորելու ցանկություն ունենք։ Կարծեմ նաև կարևոր է որ դառնանք ոգեշնչման աղբյուր ավելի երիտասարդ ներկայացած մասնագետների համար։ Քանի որ կարծեմ Հայաստանում ռադիոլոգիան ավարտելուց հետո կամ միգուցե առանձնատուրային ընթացքում հիասթափություններ շատ են լինում։ Դուք համաձայն եք իմ հետ։ Գիտեք, հիասթափվել ինձ թվում է պետք չի։ Հիասթափությունը ինքը ի վերջո ինձ թվում է դա մեր ընտրությունն է։ Այսինքն այո դժվարություններ լինում են, այո բարդություններ լինում են ու ոչ մեկ դրանից ապահովագրված չի, բայց մենք ենք ընտրում այն ուղին, ոնց դրա հետ այսպես ասած ապրենք, վարվենք, ոնց հաղթարենք։ Կարանք հիասթափվենք, կարանք նեղանանք, կարանք վիրավորվենք, բայց դա մեր ընտրությունն է։ Մեր ընտրությունը կարող լինի ուրիշ բան, ասել, այո, այդ դժվարությունը, այդ բարդությունը մեզ որոշ հարցերում նույնիսկ հետաքրքրե, բայց չի սպանել, չէ՞։ Դրա համար ոնց որ կարելի է դրանից ավելի ուժեղ դուրս գալ։ Սովորել եւ ուժեղ դուրս գալ։ Սովորել եւ ուժեղ դուրս գալ։ Միանշանակ բարդությունները մարդու համար են։ Հիմա մի հատ լավ բան չեմ ասելու, բայց վերջերս հանդիպեցի իմ կուրսեցիներից մեկին, ով որ ինձ ասեց. «Բախտդ շատ բերեց, որ այս ինչ տեղում գործի ընդունվեցիր» ու ես այդ պահին նույնիսկ ցանկություն չունեցա իրան բացատրեմ, որ բախտս չի բերել, ուղղակի առանց գիշերները տուն գնալու աշխատել տարիներով աշխատել։ Որ այդպիսի մարդկանց ցանկություն չես էլ ունենում բացատրես, թե ինչպես է դա կատարվել, այնպես որ բարդությունների առաջ պետք չի
Այո, պետք չի կանգնել, պետք չի չոքել այո, եւ պետք է միշտ առաջ գնել։ այդ ոնց որ շատ բաներ կա, որ անձնական որոշում է։ Այդ ոնց որ Իհարկե, նշեցի, վիրավորվելը։ Հիմա ինչ որ տենց բան է եղել, ասենք, չգիտեմ, ինչ որ հարցում բացական արդյունք է ստացել, քեզ խնդրանքիդ մերժել են եւ այլն, ու տենց լիքը նյուանսներ, բայց կարելի է դրանից ոնց որ դասեր քաղել, կարելի է սովորել, կարելի է դա դարձնել մեզ համար ինչ որ կարևոր փորձ, որի վրա կառուցենք մի հատ ավելի մեծ ոնց որ ավելի մեծ achievement, այսինքն ավելի մեծ ձեռքբերում դրա համար այդ ամեն ինչը կյանքը միշտ ընտրություններ են, չէ՞։ Ես օրինակ շատ եմ սիրում այդ transurfing reality ասվածը, երբ որ դու տարբեր ճյուղեր են, մի հատ գծած ճանապարհ չկա քո համար, դու ինքդ ես այդ ճանապարհից տարբեր ճյուղեր տալիս, մի ճյուղը հետո ուրիշ ճյուղ է տալիս, դու ինքդ ես որոշումներ կայացնում եւ քո կայացրած ընտրությունների ու որոշումների հիման վրա ստեղծում է քո այդ երկար ճանապարհը։ Ու ասում են ու Самурай нету цели, только путь, կներեք ռուսերեն ասելու համար, արագ չհասցրեցի հայերեն թարգմանեմ, բայց միանշանակ դա ճանապարհը ուղի է, այո, եւ պարտադիր չի, որ այդ ուղին լինի հարթ եւ նախորոք ամեն ինչ գծած, մենք ինքներս անում ենք։ Իսկ անի հարցին, որ ռադիոլոգիա ոլորտում հիասթափությունը չեմ ունեցել, բայց պատկերացրեք, ես ոնց որ Արմեն Կարպովիչի, այսպես ասած, աշակերտն էի եւ իր ձեռքի տակ էի, ես արդեն մինչև արձինատուրա ընդունված պրինցիպի կատեն բարձր ինչ որ չգիտեմ բարձ դիֆերենցիալ դիագնոստիկ հարցեր չի լուծում, բայց որ ասեն չգիտեմ որոշակի տիրապետում էի թոքի մի հատ ինչ որ հատված ցույց տային կամ լյարդի եւ այլն ես կասեի հիմա բայց ամենևին էլ այնպես չի եղել որ հեշտ է եղել ես նախ անչափ շնորհակալ եմ որ ես դեռ արձինատոր լինելով Խաչյան Շնատնան հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը ինձ գիտական ժողովի ժամանակ գիտությունների ազգային ակադեմիայից արձինատոր ինձ տեսավ, ինձ իր մոտ հրավիրեց ու ես արձինատոր լինելով սկսեցի աշխատել։ Բայց մեծ երազանք ունեի, որ պետքա կոմպյուտերային տոմոգրաֆիկ ոլորտում աշխատել, որտեղ իմ մեծ սերը ենթաստամոքսային գեղձներ։ Ես արձինատոր էի Արմեն Կարպովիչի։ Այո, Արմեն Կարպովիչի նայած кейսերը, հետո վիրահատվում էին Արտուր Մուշայոչի մոտ, ես ինքս գնում էի, որ այդ ուռուցքը այդ process-ը ad oculus աչքով տեսնեի բաց որովայնում որը որ շատ ահավոր ես ասես ամբողջությամբ դրա մեջ էի զուգահեռ USMLE-ի պարապում USMLE-ի հանձնում այսինքն նենց ինձ համար շատ բուրըն շրջան էր էլի բայց դրանից հետո ես շատ լավ հիշում եմ ինձ ասում են ոնց դու մենակ սոնո ես անում ասում հա բայց շատ հանգիստ էլի հիմա տենց էր ոնց որ սպասում եմ մի օր հաստատ կատեն լինելու էր որովհետև այնպես չէ ես կանգնած էի ես հետո ընդունվել էի ասպիրանտուրա զբաղվում էի նաև գիտությամբ եւ այլն, բայց դեռ որ այդ օպշնը չէր առաջացել։ Հետո աստիճանաբար էդ էլ եղավ, այսինքն ոչ մի դեպքում, ոչ մի բանից այնց չի ազդվում, այլ կենտրոնանում եմ նրա վրա ինչ որ սիրում եմ։ Իսկ այն որ սիրում եմ, այնց շատ մեծ լավ է կան։ Հա, մեծ հաճույքով։ Հիասթափությունն էլ է այդ վիճակ, որը որ պետքա լինի, պետքա ունենալ այդ skillը, գտնել այդ ինստրումենտը։ Արձինատուրայում հիասթափությունները շատ են լինում, բայց պետքա ուժեղ գտնվել ու փորձել քո ուղին գտնես, հասկանաս թե ինչի հիասթափվեցիր, առաջի հերթին որն էր քո սպասումը, որը չարդարացավ, միգուցե այդ սպասումը դու էիր քո մտքում հորինել, այլ ոչ թե իրականում կար աշխատես դրա վրա ու առաջ անցնես, որովհետև կարելի է նորից փորձել ու երբեք ուշ չի ոչ մի բանի համար։ Հովանես Պողոսիչ, ձեզ մի հատ հարցն եմ տալու, անցյալ անգամ եւ ոդկասթի հյուրը ես էի, մենք խոսում էինք USMLE-ի մասին, որ ես այն ռադիոլոգն եմ, որ հանձնել է այդ քննությունը եւ այլն, բայց ես ուզեմ նշել, որ կարծեմ Հովանես Պողոսիչը, որովհետեւ անին երկու ստեպն էլ հանձնել եմ, բայց ես ուզեմ նաեւ նշել, որ Հովանես Պողոսիչը դեռ շատ տարիներ առաջ հանձնել է առաջի ստեպը եւ ուզում ձեզ հարց տամ։ Ինձ այդ հարցը շատ են տալի։ Ինչ է տվել ձեզ USMLE-ին, արդյոք USMLE հանձնելուց հետո գիտելիքների որոշակի պաշարի թարմացում կամ ավելացում կամ միգուցե USMLE հանձնելուց հետո ավելի հեշտ հասկանա շատ տերմիններ, որոնք դրսում օգտագործվում են վայելեն։ Ոնց է ձեր վրա ազդել այդ քննությունը։ Անի ջան, այդ դրա մասին, որ երբ որ խոսում է բժիշկը, որ ինքը եւս այդ ամեն ինչի մեջ անցել է, ինձ համար դա շատ ավելի sense ոնց ասեմ կարևոր է դառնում, չնայած շատ դեպքերում մոռացել եմ նույնիսկ դրա մասին։ Ուզում եմ ինքս անձամբ եւս շնորհավոր եմ Անի ջան, այդ շատ բարդ բան է, որովհետեւ sense ասեմ, դու
դառնում ես սպորտսմեն USML-ի պարապելու ժամանակ։ Այսինքն սովորելը քո համար սպորտի նման ոնց է մարզիկը ամեն օր գնում, չգիտեմ, պատրաստվում իր դիսցիպլինար մոտեցում։ Ու այտենց լուրջ կանոնավոր օրը 7-ից 8 ժամ դու պետքա պարապես։ Տարբերակ չունես, թե չէ USML-ին չես կարողանում հանձնես։ Այդ ինչա մեծ տվե, այդ ինչա առհասարակ տալիս։ Առաջինը քեզ ոնց որ բացում է քո աշխարհը, նոր պատկերացումներ ես ստանում, որովհետև օրինակ մեր դիսցիպլինար կապերը ցավոք սրտի մեր մոտ նոր են զարգանում։ Իսկ նույն Ամերիկայի USML-ի այդ process-ի մեջ դու մեկը, չգիտեմ, բիոխիմիան սովորելուց մեկի ընդեղից մի հատ ինչ-որ կարևորագույն փաստ է գալիս, որը ասենք, չգիտեմ, գիստալոգիայից է կամ բանից է, պաթոլոգիայից է։ Ու դու ասում ես, ո՞նց, սենց ու շատ ավելի այդ ասոցիատիվ կապերը շատ ավելի ուժեղ են։ Ես հասկանալ, որ այդ Krebs-ի ցիկլը շատ կարևոր բան է։ Դա ինչ-որ դժվար քննության մի հատ չէ։ Քննության իմաստը իրականում նաև քննության մեջ շատ կարևոր է, որ նույն Krebs-ի ցիկլը իրանք այնքան կլինիկորեն են ներկայացնում, իր խանգարման կլինիկան այնպես են ներկայացնում, որ դու հասկանում ես, թե ինչի համար է դա, ինչքան կարևոր է դա։ Մենք օրինակ ավելի շուտ անցնում ենք Krebs-ի ցիկլը, ռեակցիաները անգիր ենք անում, բիոխիմիայի քննություն տասենք մենք այդ ցիկլի մասին։ Անգլերենում ռուսերենով բաներ կար բանաստեղծության նման սարքած են շուկը սելը ացետատ, получается нитрат, через цисагонитат, он теряет CO2. Ես տանջվում եմ։ Ինձ թող գրիշտան, ես կնկարեմ Krebs-ի ցիկլը, բայց ես տանջվում եմ, ես շատ նույն միկրոբիոլոգիան, որ միշտ չեմ սիրել համասարանում, այնպես են կլինիկորեն ներկայացնում իր կարևորությունը, այդ քննության մեջ հասկանում ես, որ ինչքան կարևոր են ամենապրիմիտիվ բաները, որոնք մենք ուղղակի սովորում մոռացել ենք։ Այս հիշեցի, մենք բացի են որ անիով միշտ հիանում հպարտանում ենք, որ ինքը այդ ամեն ինչը արել է, նաև շատ պրակտիկա անին մեր համար կարևոր, որովհետև ինչ որ sense չգիտեմ, random գործի տեղ ինչ որ ալերգիայի տեղ ես փնտրում կամ բան, անին միանգամից այդ իմ ստեպի հարցերից է եղել։ Ես ասա քեզ կասեմ, ճիշտ է։ Մեծ ինչ ասեմ, respect ապրեսան ջան, դուք էլ ապրեք շուշ ջան, որ այդպես սիրուն ձևով այդ ամեն ինչը միասին на благо всех, էլի, այսինքն բոլորն են դրանից առաջ գնում ու շահում։ Դե մի բան ասեմ, ինձ թուր եկավ ձեր զուգահեռը, որ դառնում է սպորտսմեն, առհասարակ կարծում եմ մեր մասնագիտության մեջ է տենց ու ամենայն երկար դիստանցիայի վրա միջև հիմա հաջողություն ունեցող սպորտսմենները, նույն Ռոնալդոն, Ջոկովիչը, իրանց ինտերվյուները որ նայում ես, ինչ են իրանք ասում, ասում են ես վերջի 20 տարին ամեն օր առավոտ ժամը 7-ին անում եմ այս ինչ վարժությունը, ժամը 9-ին ուտում եմ այս ինչ կերակուրը, ոնց որ իրանք մեջ դաստիարակել են այդ դիսցիպլինան, որը որ պահում են ոչ թե մի տարի, 2 տարի, այլ արդեն երկար տարիներ, հա, ու այդ սպորտսմեններն են, ովքեր որ դիստանցիայի վրա են ցույց տալիս արդյունքներ, ոչ թե մի անգամ դառնում են չեմպիոն ու թողում են, այնպես որ կարծում եմ կյանքն էլ է այդպեսին, եթե դու վերաբերվում ես դիսցիպլինային որպես իրոք կյանքիդ ձևը, անհնար է դու հաջողության չհասնես հենց երկար դիստանցիայի վրա։ Ինձ համար հենց տենց էլ մնացել է USML-ին, առաջինը որպես սենց ոնց որ կենսակերպ, իսկ տեստի մասով, քննության մասով, օրինակ մի հատ նյուանս բերեմ, ինձ տենց մի հատ հարցեր են գել, ուրեմն հարցը հետևյալն էր, այսինքն USML-ի հարցերի տրամաբանությունն է, էլի զգում, ուրեմն մի հատ պատկեր է, պետում ռադիոլոգիստի կատեի պատկեր էր, աքսիալ շերտ էր, գրած էր, որ բանա, ուսանողա, ով որ ապրում է dormitory-ում, այս անին միանգամից կապերը գնալի է, ինքը մի քանի օր ունեցել է բարձր ջերմություն, այնուհետև, չգիտեմ ինչ որ ասենք, հիպովոլեմիկ կամ շոկային վիճակով տարել են ռեանիմացիա, կատե են արել ու տեսնում ես մակերի կամները, չի ասում ինչա, բայց ոնց որ ռադիոլոգիչսկի ես էլ որ ոնց որ ռադիոլոգիա արդյունատրի, ինձ համար այդ ոնց որ էլ ավելի հեշտ էր բիլատերալ ադրենալները փոփոխված էին, տպավորություններ, որ մեջը երևի առնազեղում է, որտեղ նացիվ էր ու իրանք տենց ոնց որ ոչ թե նեկրոտիկ, այլ հեմորագիկ իմբիբիցիայի պատկեր էր։ Ու ասում էր ինչն է հավանական պատճառը, բայց պատճառը ոչ թե ասում է հարուցիչը կամ պաթոլոգիան, այլ ասում է ինչ, չգիտեմ,
կապսուլա ունի կամ ինչ ձևով է ներկվում, ասենք այդ հարուցիչը։ Ես վստահ եմ անին պատասխանը իմանա։ Խոսքը նեյսերա գոնորեա։ Այո, 100%։ Մենինգիտն է, գոնորեան չես խալասեցի, նեյսերա մենինգիտն է, որ առաջացնում է ադրենալ անբավարարություն առաջնային։ Neisseria meningitis, որը որ bilateral adrenal apoplexia առաջացնում, ինքն էլ շատ հետաքրքիր սինդրոմ է կոչվում։ Մշակված են, չէ՞, հարցերը, որ հենց հարցը ինքը իրանք քեզ բերում են իրավիճակ, ու դու իրավիճակից ես հասկանում, կլինիկային իրանք ներկայացնում, ոչ թե ասում են օրինակ, չգիտեմ, Neisseria meningitise ինչ է իրանց ներկայացնում, որ դու անգիր հիշես, ասես ունես կապսուլան կամ գրամ բացական դրական, այլ հակառակը, այս պացիենտը SSS ուներ, տեսանք S ու ինչ ենք մտածում այս պացիենտի վերաբերյալ։ Ու այդ երակայլ կապով 3 նույնիսկ երբ դաժե 4, որովհետև ռադիոլոգիայի պատկերը դու պետքա կլինիկայի հետ կորելացնես, կլինիկան էլ պայմանավորված լինի միկրոբիոլոգիայի խնդիրով, նախ դիագնոզը դնես, հետո հիշես թե դա պայմանական, չգիտեմ, դրականագրամ, բացական անոր արդեն այդ հարցերի մեջ է խորանում։ Վերջում էլ կարա հարցը տա, ասի դե մի հատ էլ ասեք սինդրոմի, չգիտեմ, անունը։ Կամ ուրիշ ինչ կարող ես տեսնել տվյալ պացիենտի մոտ։ Ուղղակի այդտենց կարող է հարցը տա։ Այսինքն այդ ինձ համար USML-ին մնացել է դա սպորտ է։ Կլինիկական մտածելակերպ, հա, բայց սպորտսմենի կարգավիճակ, որովհետև ուրիշ ձև, այսինքն ես էլ առ այսօր էլ ոնց որ մեր գործին ռադիոլոգիային այդտենց այդ սպորտիվնի պահը մեջս անդադ զգում եմ, որ պետքա դու միշտ լինես պատրաստ, միշտ լինես նոր մարտահրավերների հանդեպ շատ հանգիստ, ամեն նոր ապացուցես, որ դու արժանի ես նրան, ինչը որ ունես, որովհետև ուրիշ ձև հնարավոր չէ։ Ինչքան մոտիվացիոնալ, ճիշտ ասացի, այդ բառը ոդկաստ ստացվեց, չէ՞, ինչքան ոգեշնչեց մեզ Հովհաննես Պողոսիչը, ոգևորեց, մենակ մեզ չէ, հա։ Այնպիսի մարդ, ով Հովհաննես Պողոսիչն է, անսահմանումից կարելի անսահման սովորել, այդպես էլ մտածում եմ։ Շնորհակալ ենք, մի անգամ էլ եկեք մեզ։ Շատ շնորհակալ ենք ձեզ, շատ հաճելի էր ձեր հետ, հուսով եմ ձեզ էլի կտեսնենք։ Դե աշխատանքային վերումով ես շատ ուրախ եմ, որ ձեր հետ ձեզնից շատ բան սովորում եմ, ձեր հետ շատ кейսեր քննարկում եմ, կարծեմ բախտը բերել է այդ առումով։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ ինձ շատ երջանիկ եւ ինձ համար շատ երջանիկ զգում, որ ունեմ այո, sense լավ գոլեգաներ ունեմ, տեսնում եմ, որ ինչքան լավ ոլորտ է մեր ոլորտը, ինչքան մեծ են նվիրալները, ինչքան համախմբված ենք միասին։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Եվ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ MRT podcast-ի հովանավորն է MRT կլինիկը։